բաժինը կոչվում է «Ինչ կպատասխանեիր», եւ մենք անդրադառնում ենք Տեր Հիսուսի տված հարցերին, եւ կարծում եմ, որ բավականին երկար կտևի, որովհետեւ Տեր Հիսուսի հարցերը շատ են, իհարկե բոլոր հարցերը չեմ վերցնում ես, բայց էլի շատ են հարցերը եւ շատ օրհնյալ հայտնություններ եմ ես ստանում այս հարցերից եւ նաեւ հույս ունեմ, որ փոխանցելիս դուք էլ եք օրհնվում։ Այսօրվա հարցը գրված է Մատթեոս ավետարան 16-րդ գլխում եւ պատգամի վերնագիրը ով է մարդու որդին, եւ ուզում եմ հատվածը կարդալ 13-ից 19 խոսքերը, Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 13-ից 19 խոսքերը։ Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց իր աշակերտներին եւ ասաց. «Մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով է մարդու որդին»։ Իսկ նրանք ասացին. «Ոմանք ասում են Հովհաննես Մկրտիչն է, մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ Նրանց ասաց. «Իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ ես»։ Եվ ես ուզում եմ այսօր մենք շարունակությունն էլ կկարդամ, բայց ուզում եմ այսօր մենք Տեր Հիսուսի այս հարցին փորձենք ինքներս մենք պատասխան գտնենք։ Իսկ իմ համար ով է ինքը։ Ես գիտեմ, որ որոշակի բաներ սովորել ենք Աստվածաշնչից, գիտենք ինքը ով է, բայց կարծում եմ, որ ինչ կպատասխանեիր խորագիրը հենց սրա մասին է, որ դու քեզ համար անկեղծ ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու համար չէ, ինքդ քեզ համար պատասխանես այս հարցին, որ Տերը տալիս է, իսկ քեզ համար մարդիկ տարբեր կարծիքներ ունեն։ Մարդկանց մի ստվար զանգված կա, որ Հիսուսը իրենց համար մեծ մարգարե է, մեծագույն մարգարեներից մեկը։ Գիտեք, մուսուլմանների համար Հիսուսը ընդունելի մարգարե է։ Շատ քրիստոնյաների համար քրիստոնեության հիմնադիրն է, քրիստոնեության խորհրդանիշն է, հարգանքի արժանի մեկն է, որ անձամբ չի խառնվում իրենց կյանքերին, իրանք ոնց ուզում ապրում են, բայց Հիսուսին այսպես շատ հարգանքի վերաբերմունք ունեն Հիսուսի անձի հանդեպ։ Որոշ մարդկանց համար, օրինակ ես այդպես ծանոթ մարդիկ ունեմ, որոնք հինդուիստական կրոնի հետևորդներ են, իրենց համար մեծագույն ուսուցիչներից մեկն է, իհարկե ընտրովի, որովհետև բաներ կա, որ Հիսուսը ասում է իրանց համար ընդունելի չի, բայց օրինակ լեռան քարոզը, այսինքն բարության, ներելու այս քարոզությունը բուդդիստների, հինդուիստների համար շատ ընդունելի է եւ Հիսուսին համարում են այս երկրի վրա ապրած մարդկանցից ամենամեծ ուսուցիչներից մեկը, մի խոսքով։ Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն Հիսուսի մասին, մոտեցումներ, իսկ քեզ համար ով է Հիսուսը։ Շարունակությունը ընթերցեմ, Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու որդին»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Երանի քեզ Սիմոն, Հովնանի որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Ես էլ քեզ եմ ասում, դու Պետրոս ես»։ Պետրոս բառացիորեն նշանակում է վեմ, ժայռ։ Եվ այդ վեմի վրա կառուցելու եմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ Եվ այստեղ ուզում եմ ուշադիր լինենք, եթե մենք ունենանք այն հայտնությունը Տեր Հիսուսի մասին, որ Աստվածաշունչն է մեզ փոխանցում, որ երկնային Հայրն է մեզ փոխանցում, մենք դառնում ենք այնպիսի ամուր, ժայռի պես ամուր, որ դժոխքի դռները այդպիսի եկեղեցուն չեն կարողանալու հաղթել։ Բայց նախ պետք է ունենանք այն հայտնությունը, որը ոչ թե մեր պատկերացումներից է գալիս Տեր Հիսուսի մասին, ոչ թե մարդկանց կարծիքներից է գալիս, այլ երկնային Հորից է գալիս։ Եվ մենք ընդունենք այդ հայտնությունը երկնային Հորից։ Եվ միայն այդ ժամանակ ենք մենք դառնում, եթե մենք հասկանանք ով է Հիսուսը, եւ մենք մեր համար ընդունենք այն հայտնությունը, որ Աստվածաշունչն է մեզ փոխանցում, որ երկնային Հայրն է իր խոսքի մեջ մեզ փոխանցում,
այդ ժամանակ ենք մենք դառնում հաղթող եկեղեցի։ Իսկ եթե մենք սխալ պատկերացում ունենք Հիսուսի մասին, մենք չենք կարող լինել հաղթող եկեղեցի։ Դե մեր հաղթանակը Հիսուս Քրիստոսի մեջ է, որ մենք ընդունենք ճշմարտությունը, որ նա էր փոխանցում ճշմարտությունը նրա մասին, մենք ճանաչենք ու պաշտենք իրական Քրիստոսին, այդ ժամանակ ենք մենք դառնում հաղթող ու հաղթանակող։ Ինչ են ասում մարդիկ, իսկ ինչ է ասում Աստված, և դու որին ես լսում, որն ես ընդունում։ Երբ որ Տեր Հիսուսը Հովհաննեսի ավետարան 6-րդ գլխի 6:66, շատերը ասում են 3:6-ը սա է նշանակում, չգիտեմ դա նշանակում թե չէ, բայց 6:66-ում գրված է. դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ Պատկերացնում եք աշակերտները, որ Հիսուսը խոսում էր իր ով լինելու մասին եւ մի քիչ մարդկային ընկալմանը այսպես հասկանալի կերպով չէր խոսում, այսինքն մարդիկ չընկալեցին ինքը ինչ ասում, գրված է որ շատերը թողեցին ու գնացին իր աշակերտներից շատերը եւ այլևս չէին հետևում։ Շարունակության մեջ գրված է Հիսուսը 12-ին ասաց. «Գուցե դուք եք ուզում գնալ»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Տեր, ում մոտ գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, կենդանի Աստծու որդին։ Հավատացինք ու ճանաչեցինք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Ուր գնանք։ Ես աշակերտ եմ դարձել։ Ես գտել եմ այն միակին, ով կարող է այդ հավիտենական կյանքի խոսքերը փոխանցել։ Մենք հավատացինք քո խոսքերին եւ ճանաչեցինք, թե ով ես դու։ Դու Քրիստոսն ես, դու օծյալն ես, դու Մեսիան ես, դու այն մեկն ես, ում մասին 5 կտակարանի բոլոր մարգարեները խոսել են։ Դու կենդանի Աստծու որդին ես, դու Աստված ես, որ մարմին հագար եւ բնակվեցիր մեր մեջ։ Երբ որ Թովմասը, գիտեք, Թովմասը չէր հավատում Քրիստոսի հարությանը եւ երբ որ Տերը եկավ հարություն առած, կանգնեց աշակերտների մեջ ու Թովմասին ասեց, Թովմասը այսպես ասել էր. «Մինչև չտեսնեմ, մինչև չշոշափեմ Գեղարդի տեղը, մինչև մատերս չմցնեմ մեխերի տեղը, չշոշափեմ, չեմ հավատա»։ Երբ որ Տերը եկավ ու կանգնեց հարություն առած աշակերտների միջև եւ Թովմասին ասեց. «Արի շոշափի, արի մատդ մցրա ու տես, որ ես եմ»։ Այդ ժամանակ շատ հետաքրքրական է, որ Թովմասը ծնկի է գալիս եւ ուշադիր եղեք ինչ է ասում, ասում է ով իմ Տեր եւ իմ Աստված։ Մենք շատ լավ գիտենք հաջորդող խոսքերը, բայց չգիտենք ինչին է Տերը ասում, ասում է դու տեսար եւ հավատացիր, երանի նրանց որ չեն տեսնի եւ կհավատան, ինչին։ Եվ Թովմասը ասեց ով իմ Տեր եւ իմ Աստված։ Եվ Տերն էլ ասեց երանի նրանց որ չեն տեսնի եւ կհավատան, ով եմ ես։ Շատերը ասում են Հիսուսը չի ասել ես Աստված եմ, այո չի կանգնել քարոզել ես Աստված եմ, բայց երբ որ Թովմասը իրեն ասեց ով իմ Տեր եւ իմ Աստված, ինքը ասեց երանի այն մարդկանց ովքեր չեն տեսնի եւ կհավատան, ով է քեզ համար Տերը։ Ինչ կպատասխանեիր այս հարցին։ Ինչ է ասում Աստվածաշունչը։ Էմանուել բառը, հիշում եք մարգարեությունը մեզ մի որդի կծնվի, Եսայիան ասում իր մարգարեության մեջ կույսը կհղիանա, որդի կծնի եւ նրա անունը կդնեն Էմանուել։ Իհարկե Հիսուսի անունը չդրվեց Էմանուել, բայց Էմանուել բառացիորեն նշանակում է Աստված մեզ հետ, Աստված կբնակվի մեր մեջ։ Աստված է մարմնով աշխարհի եկողը։ Առաջին Տիմոթեոս 3:16-ում գրված է. հայտնապես մեծ է Աստված պաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեց։ Հովանու 14:6-ում գրված է. Տերն է ասում. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Ով է քեզ համար Տեր Հիսուսը։ Հովանու 11:25-ում գրված է. ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ եւ մեռնի կապրի։
իմ ապաշխարության աղոթքը ես շատ տարօրինակ աղոթք եմ արել, շատ տարօրինակ, ես կասեի երևի Թովմասի նման անհավատության աղոթք եմ արել, եւ իմ աղոթքի մեջ եղել է սա, ես կարդացել եմ Աստվածաշունչը, շատ մարդիկ էին փորձում ինձ համոզել, ու ես ինքս ընթերցում էի Աստվածաշունչը, ընթերցել էի մեկ անգամ, հետո էլի էի վերընթերցում, թեև հավատացյալ չէի, բայց ինձ ձգում էր Աստվածաշունչը եւ ես կարդում էի, ու մի պահ սկսեցի մտածել, ասեցի, եթե այս գրքի մեջ գրածները ճիշտ են, ես աշխարհի ամենաանխելք մարդը պիտի լինեմ, որ չընդունեմ Քրիստոսին իմ կյանքում որպես իմ կյանքի Տեր, իմ կյանքի Թագավոր, այսինքն ոչ թե հենց այնպես որ Տեր ենք ասում, Տերն էլ Ղուկաս 6:46-ում ասում է ինչու եք ինձ Տեր ասում եւ չեք պահում իմ պատվիրանները, ես ասեցի, եթե ես ուղղակի ուզում եմ իմանամ այստեղ գրվածները իրոք քո խոսքն է, թե ոչ, եւ այսպեսի աղոթք եմ արել, ասել եմ Տեր ինձ ապացուցիր, որ այստեղ գրվածները ճշմարտություն են եւ ես իմ ամբողջ կյանքս ծառայելու եմ քեզ։ Եվ այսօրվա ուսուցումը չվերածեմ իմ վկայությանը, թե ինչպես Տերը ապացուցեց, բայց Տերը գերբնական կերպով ինձ ապացուցեց, որ սա ճշմարտություն է։ Եվ ես ասեցի, ես այդ խոսքերը ասել էի նախորոք, եթե ճշմարտություն է, եթե այս ամենը ճիշտ է, ինչով ենք զբաղված։ Ինչ իմաստ ունի այստեղ հարուստ ու հայտնի լինելը։ Եթե այս ամենը ճիշտ է, մենք պիտի ապրենք Քրիստոսի կամքով, Քրիստոսի խոսքին հավատալով, որովհետև նա ասում է, ես եմ հարությունը եւ կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի կապրի, եւ այս խոսքն է խոսում հավիտենական փրկության մասին։ Եվ երբ որ ինքը ինձ ապացուցեց, որ այս ամենը ճիշտ է, ես դրանից հետո հենց այդ նույն պահին որոշում եմ կայացրել ու 2001 թվականի սեպտեմբերի 25-ից ես ապրում եմ Քրիստոսի համար, անթերի չեմ, բայց ինքը ինձ համար Աստված է, ինքը ինձ համար Աստված է, որ մարմնով է հայտնվել, Աստված, որ իրեն ցածրացրեց, թողնելով երկնային փառքը, ինչպես Պողոս առաքյալն է նկարագրում Փիլիպեցիս թղթի մեջ թողեց ու իջավ իրան ցածրացրեց մարդու, այն էլ ոչ միայն մարդու աստիճանի, այլ մարդկանց ծառա եղավ, մարդկանց մեղքը իր վրա վերցրեց, այդքան մեզ սիրում է, որ աստվածային փառքը թողեց ու աշխարհ եկավ, ով է Տեր Հիսուսը քեզ համար։ Եթե դու անցնում ես կյանքի դժվարություններով, եթե քո կյանքում նեղություններ կան, հոգնածություններ կան, խնդիրներ կան, ճնշումներ կան, վախեր, անհանգստություններ, անորոշություն, դատարկություն, Մատթեոս ավետարան 11:28-ում Տերը ասում է ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Միայն արի իր մոտ, երբ որ ես գնացի իր մոտ, այդ գնալն էլ փոխաբերական իմաստով է ասվում, այսինքն ուր է ինքը ասեք տեղը տոմս առնեմ գնամ, չէ, ինքը մոտ է, շատ մոտ, դու չես էլ պատկերացնում ինչքան մոտ։ Իր մոտ գնալ նշանակում է շրջվել դեպի իրան։ Երբ որ մենք աշխարհին ենք նայում, մենք մեջքով ենք Քրիստոսին։ Երբ որ մենք թեքվում ենք դեպի Քրիստոս, մենք մեջքով ենք դեպի աշխարհը, այս երկուսը իրար հետ չի համատեղվում, դու պիտի կողմնորոշվես, ապրում ես աշխարհի սկզբունքներով, թե ապրում ես Քրիստոսի սկզբունքներով։ Դե այս երկուսը այնտեղ մարմնավոր սկզբունքներն են, այստեղ հոգևոր սկզբունքներն են, եւ այս երկուսը չի համատեղվում, ինչքան էլ մոլորեսնողները փորձեն համատեղել, ուսուցանել, թե կարող ես համաշխարհի մեջ լավ վայելել կյանքը համ Քրիստոսի հետ լինես հավատարիմ աշակերտ, մոռացիր դրա մասին։ Գանձերդ կամ երկնքում ես դիզում, կամ երկրի վրա։ Քո նպատակները կամ հոգևոր են, կամ մարմնավոր։ Այո, Աստված օրհնում է իր զավակներին, բայց իր զավակների նպատակը երկրային օրհնությունները չեն, այլ Աստծո բարեհաճությանը արժանանալը եւ Քրիստոսի մոտ գնալ նշանակում է թողնել քո մարդկային ուղիները, թողնել աշխարհի ճանապարհները, ապրել Քրիստոսի համար,
կգնաս իր մոտ, կունենաս հանգիստ։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Դու չես կարող այս երկուսը համատեղել։ Կճղվես իրարից, մեջտեղից երկու կես կլինես։ Դու ինքդ քեզանից կհոգնես։ Որոշում կայացրու։ Ով է քեզ համար Քրիստոս։ Ինքը մեկն է, որ հերրու ինչ որտեղ չի էլ հետաքրքրվում քո կյանքով, թե ինքը մեկն է, ով սիրում է քեզ ու քո սխալ որոշումները իր սրտին ցավ են պատճառում։ Իր հոգին տրտմում է, երբ որ դու ամեն անգամ, որ պիտի որոշում կայացնես Աստծու կամքով ինչ որ բան անելու, դու քո ցանկությունը Աստծու կամքից, քո կամքը Աստծու կամքից վեր ես դասում եւ իր հոգին տրտմում է։ Եվ իր հոգին ամեն մի ապաշխարողի համար ուրախանում է, քո ամեն ապաշխարության համար, որ ասում ես Տեր, իմ ուժերը չի հերիքում, ինձ ուժ տուր։ Դու կենթանի ու իրական ես իմ կյանքում, դու հարություն առած Տեր ես, դու խոստում տվեցիր, ես քո աշակերտն եմ եւ դու խոստում տվեցիր, որ քո աշակերտների հետ ես լինելու ամեն օր մինչեւ աշխարհի վերջը։ Եվ ես իմ կյանքը ապրում եմ, գիտեմ, որ դու տեսնում ես իմ կյանքը։ Մարդկանցից կարամ թաքցնեմ, քեզանից չեմ կարա թաքցնեմ։ Ահա թե ով ես դու ինձ համար։ Դու կենթանի Աստծու որդին ես։ Դու հարություն առած Տեր ես, դու իրական ես եւ դու իմ կողքին ես։ Եվ դու տեսնում ես իմ կյանքը։ Օգնիր ինձ, որ փոխվեմ։ Ով է մարդու որդին քեզ համար։ Տեր Հիսուսն ասում է այսօր, մարդիկ իրենց կարծիքներ ունեն, բայց ես ուզում եմ քո կարծիքը իմանամ, ով եմ ես քո համար։ Ղուկաս 9:23-ից 26 խոսքերը Տեր Հիսուսն ասում էր, եթե մեկը ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, ամեն օր իր խաչը առնի ու իմ հետևից գա, որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, այն կփրկի։ Քանի որ մարդու համար ինչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի, որովհետև ով ինձ եւ իմ խոսքերը ամոթ համարի, մարդու որդին էլ նրան կամաչեցնի, երբ որ գա իր հոր եւ սուրբ հրեշտակների փառքով։ Ասում է, ես գալու եմ, ես վերադառնալու եմ, դատաստան է լինելու։ Եթե մինչև իր վերադարձը մենք այս երկրի վրա չլինենք, մեր երկրային կյանքը ավարտվի, մենք կանգնելու ենք այդ դատաստանի առաջ։ Իսկ եթե կենթանի լինենք, իր վերադարձի ժամանակ է լինելու այդ դատաստանը։ Իր խոսքերը, այստեղ խոսքը, ով է Քրիստոս քեզ համար, ինչ արժեք ունի իր խոսքերը քեզ համար։ Ով ինձ ու իմ խոսքերը ամոթ համարի։ Ամաչում ես։ Ամաչում ես, որ քո շրջապատումին մանան, որ դու հավատացյալ ես։ Ամաչում ես։ Քեզ հարցնում են, ինչու այս բանը չես անում։ Ու դու մտածում ես, ո՞նց պատասխանեմ, որ չիմանան, որ ես հավատացյալ եմ։ Ամաչում ես, ասես ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ, ես Քրիստոսի աշակերտն եմ, ես դա չեմ կարող անել, որովհետև իմ Տերը, ես քրիստոնյա եմ։ Կասեն, մենք էլ ենք քրիստոնյա։ Կասես, ես չգիտեմ, դուք ինչպիսի քրիստոնյա եք, ես քրիստոնյա եմ, ով հարգում է Քրիստոսի ուսուցումները։ Եվ իր ուսուցումների մեջ ինքը ինձ ասում է, այդպես չանես, եւ ես դա չեմ անում։ Ամաչում ես այսքանը ասես։ Ամաչում ես, որ քո շրջապատը իմանա, որ դու հավատքի մարդ ես, որ դու Քրիստոսի աշակերտն ես։ Տեր Հիսուսը խոստանում է, որ եթե մինչև իր գալը չապաշխարես կամ մինչև քո կյանքի ավարտը չապաշխարես, ինքն էլ է ամաչելու։ Գրված է, որ կամաչեցնի այդ մարդուն, եւ սա շատ վտանգավոր մի բան է։ Եվ մենք բոլորը ժամանակ ունենք ապաշխարել, եթե դու լսում ես այս խոսքերը, սա մի ընդունի որպես հանդիմանություն, սա ընդունի որպես սիրո զգուշացում։ Ահա որ վատ է լինելու։ Բոլոր այն մարդկանց համար, ովքեր հավատում են Քրիստոսին, բայց ամաչում են։ Թող ամաչեն մեղք գործողները, երբեք չամաչեն սրբության կյանքով ապրողները։ Մեղքն է ամոթ, սրբությունը ամոթ չի։ Հավատքի մարդ լինելը ամոթ չի։
Մեղքի մարդ լինել նա ամոթ։ Մեղքն է խավարի մեջ, հավատքը լույսի մեջ է։ Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ 38 խոսքը։ Տեր Հիսուսի խոսքերն եմ ընթերցում, որպեսզի հասկանանք, այս հարցին կարողանանք պատասխանել, ով է ինքը մեզ համար։ Ով իր խաչը չի վերցնում եւ չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չի։ Խաչը վերցնել նշանակում է խաչը մահն էր, խաչը մահապատժի գործիքն էր, խաչը վերցնել նշանակում էր գնալ մահվան։ Հանուն Քրիստոսի, ասում է, եթե դու պատրաստ ես հանուն ինձ մեռնելու, ինձ արժանի չես։ Իսկ եթե ասում ես, ես հանուն քեզ պատրաստ եմ մեռնելու ու հանուն իրան պատրաստ չես ապրելու, ուրեմն սուտ ես ասում։ Որտեվ նախ պիտի ապրես հանուն իրա, որպեսզի կարողանաս հանուն իրա մեռնել։ Եվ ինքը կենթանի զոհ է ասում իր խոսքի մեջ, Աստվածաշունչը ասում է կենթանի զոհ, ի նկատի ունենալով, որ Աստված չի ուզում, որ դու մեռնես, բայց ուզում է, որ դու պատրաստ լինես քո ամենաթանկը հանուն Քրիստոսի դնելու։ Ամեն բանից առաջ մեր կյանքում ինքը պիտի լինի, ով է ինքը մեզ համար։ Երկրորդ տեղ Աստված քո կյանքում չի հանդուրժելու։ Էլ չեմ ասում 10-րդ, 20-րդ, ինքը պիտի առաջինը լինի, ամենակարևորը։ Ինչ են ասում մարդիկ իմ մասին, իսկ դուք ինչ եք ասում, ով եմ ես։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ մենք պիտի դառնանք իր աշակերտները։ Ասում էր Հովհաննես ավետարան 8-րդ գլխի 31-32 խոսքերում. եթե իմ խոսքերին հավատարիմ լինեք, տեսնում ենք, որ ամեն անգամ Տերը իր հետ հարաբերությունը կապում է իր խոսքերի հանդեպ մեր վերաբերմունքի հետ։ Եթե իմ խոսքերին հավատարիմ լինեք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Ինչից ես ուզում ազատվես։ Քո ազատվելու, քո հոգսերը, քո դժվարությունները, քո խնդիրները, ամենը, քո դատարկությունը, քո տրտմությունը, ամենը մի դեղատոմս ունի։ Ճանաչիր Քրիստոսին, որտեղ ինքն է ճշմարտությունը, իր ուսուցումներն են ճշմարտությունը, եւ դու կազատվես, եթե հավատարիմ մնաս իր խոսքերին։ Տերը ասում էր Հովհաննես 15:5-ում, առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Ես որդատունկն եմ, դուք ճյուղերը, դուք պիտի սնվեք ինձանով, դուք պիտի իմ վրա պատվաստված լինեք։ Նաև Հովհաննես 12:48-ում ասում էր, ով ինձ անարգի եւ իմ խոսքերը չընդունի, ես նրան չեմ դատի, այլ կա մեկ, ով նրան կդատի, այն խոսքը, որ ես խոսեցի, նրան կդատի։ Ով է Տերը քեզ համար։ Ինչպես ես վերաբերվում նրա գործին, նրա սիրուն, նրա խոսքերին, նրա ուսուցումներին։ Վերջինը կարդամ ու կանգնենք աղոթքի։ Առաջին Հովհաննես 5-րդ գլուխ 9-ից 13 խոսքերը։ Եթե մարդկանց վկայությունն ընդունում ենք, Աստծո վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծո վկայությունը, որ իր որդու մասին վկայեց։ Հիմա պիտի տեսնենք ինչ է Աստված իր որդու մասին վկայում։ Ով Աստծո որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր որդու մասին։ Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, եւ այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որդուն ունի, նա կյանք ունի, ով Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք Աստծո որդու անվանը հավատացողներ եք, հավիտենական կյանք ունեք։ Հավատում ենք, ով է Աստծո որդին, ով է Տեր Հիսուսը ինձ եւ քեզ համար։ Վերաբերվում է, սա երևում է մեր վերաբերմունքի մեջ, նրա խոսքերին, նրա ուսուցումներին, նրա սիրուն, նրա զոհին Գողգոթայի խաչի վրա, որ իմ ու քո մեղքերի պատիժն էր իր վրա վերցրել։ Ով է Աստծո որդին քեզ համար։ Արդյոք դու
որոշում ես դառնալ նրա աշակերտը։ Արդյոք դու նրան դնում ես քո կյանքի առաջին տեղում եւ քո կյանքը նվիրում ես նրա ուսուցումները ճանաչելուն, նրան ճանաչելուն եւ իր կամքով ապրելուն այս ժամանակավոր երկրային կյանքը։ Արդյոք նվիրվում ես նրան գործը այս երկրի վրա շարունակելուն, քանի դեռ ապրում ես։ Արդյոք նա քո Տերն է, որ իրավունք ունի քեզ հանձնարարություններ տալու եւ իրավունք ունի քեզնից պահանջելու։ Եկեք աղոթենք։ Շնորհակալ ենք, Տեր։ Թող քո հոգին խոսի մեր սրտերին։ Շնորհակալ ենք, Տեր։ Դու սեր ես։ Դու սիրո մարմնացումն ես։ Եվ անգամ քո զգուշացումները իրենց մեջ սեր էին կրում։ Դու չես ուզում, որ որևէ մեկը լսի մոլորեցնողներին սուտ ուսուցումներ եւ կործանվի։ Դու չես ուզում, որ որևէ մեկը մոլորվի ճշմարտության ճանապարհից եւ չհասնի երկինք։ Դու ամբողջ մարդկության համար քավություն եղար, այսպես է գրված։ Եվ դու անգամ ամենավատ մարդկանց մեռնելը չես ուզում, այլ դարձի գալն ես փափագում։ Եվ թող այս խոսքը, քո այս հարցը արձագանքի ամեն մեկի սրտում, ով կլսի այս ուսուցումը։ Եվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ, բայց չեն ճանաչում, սկսեն կարդալ քո խոսքերը եւ քո խոսքերի, քո սկզբունքների մեջ ճանաչեն քեզ, ընդունեն քեզ, հնազանդվեն քո կամքին, դառնան քո հավատարիմ աշակերտները, որոնք խաչը վերցնում են ամեն օր եւ քայլում են այս երկրի վրա քո ոտնահետքերով, ինչպես դու, այնպես քո աշակերտները, եւ իրենց կյանքի նպատակն է դառնում ամեն օր ավելի ու ավելի քեզ նմանվելը։ Օգնիր մեզ, Տեր, այս հավատքի պատերազմի մեջ, այս ընթացքի մեջ եւ քո հոգով զորացրու ամեն քո անունը կանչողին եւ առաջնորդիր մեզ ճշմարտության ճանապարհներով։ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։